Խնդիրը հետևյալն է, նման վիճակում հայտնվել էր Ադրբեջանը 1993 թվականին, որովհետև գնում էր մեծ աշխարհաքաղաքական պայքար Արևմուտքի եւ Ռուսաստանի միջև ադրբեջանական նավթի վրա վերահսկողություն հաստատելու նպատակով։ Եվ ինչ որ իմաստով նաև դա էր պատճառը մեր հաջողությունների ռազմական, որովհետև Ադրբեջանն էր դարել այդ պրոքսի պատերազմի դաշտ եւ Ադրբեջանը քայքայվում էր։ Մենք էլ օգտվում էինք այդ հնարավորություններից եւ կարողանում էինք այնուամենայնիվ հաջողությունների հասնել ռազմի դաշտում։ Բայց Ադրբեջանը ի վերջո պարտությունը կրեց, բայց գտավ ելքը այդ պայքարի, այդ բանից, այդ վիճակից, երբ որ արդեն բավականին քայքայված վիճակում էր գտնվում, Հեյդար Ալիևը, որը եկավ իշխանության, եւ ինքը հասկացավ, որ այդ հարցը պետք է լուծել ներդաշնակեցնելով Ռուսաստանի եւ Արևմուտքի շահերը։ Ինքը կնքեց այսպես կոչված դարի նավթային գործարքը 1994 թվականին, որի հիմքում ընկած էր այն, որ նա բաժանեց փայատիրությունները Ադրբեջանի, Արևմուտքի, Ռուսաստանի եւ Իրանի միջև։ Ընդ որում Լուկոյլը ռուսական ստացավ 15%, մոտավորապես առաջին տարբերակում նաև Իրանը 5% էր ստացել այդ Ազերի Չիրակ այդ բաներում, այդ հանքերում, այդ նավթի այդ բաներում, պաշարներում։ Իսկ հետո երբ որ եղավ անհամատեղելիության հարց կապված Իրանի, ամերիկյան կապիտալի, արևմտյան կապիտալի, Իրանին հանեցին Ազերի Չիրակի գործարքից, Իրանին տվեցին Շահ Դենիզը։ Այսինքն Ադրբեջանը գտավ գերտերությունների, շահերի ներդաշնակման բանալին